Այն դրսվող պատառների, անկրծված հիվանդությունների և վնասվածքների ժամանակ մարդու կյանքը փրկելու ամենանպատակարար և ամենապարզագույն միջոցն է։ Այն կատարվում է մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդի բուժիմերկ հասցնելը։ Եթե կատարվում է հենց իր տուժածի կողմից, դա կոչվում է ինքնաօգնություն, օրինակ վնասվածքի ժամանակ ինքնին վիրակապ դնելը, լարան գնելը կամ ստամոքսի լվացումը բսխում առաջացնող շարժումների միջոցով։ Անհատող առաջին օգնությունը հատկապես անհրաժեշտ է կյանքի վտանգ սպառնացող սուր սկսվող հիվանդությունների ժամանակ, որոնցից են արյունահոսությունը, ջրահեղձությունը, թունավորումը, էլեկտրավնասվածքը, վնասվածքը և այլն։ Առաջին հերթին զննեք դեպքի վայրը, փորձեք հասկանալ, թե ինչ է պատահել, որից հետո փորձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները. Ինչ է պատահել, ինչ վտանգ կա, քանի տուժած ունենք, ինչ կարող եմ անել ես և ովքեր կարող են օգտակար լինել։ Ցանկացած արտակարգ իրավիճակներում չափազանց կարևոր է արագ կողմնորոշվել, գնահատել իրավիճակը և ահազանգել 103։ Ինչ անել ուշագրնացության դեպքում։ Ուշագրնացության դեպքում գիտակցությունը բացակայում է, և մարդը չի արձագանքում իրեն ուղղված ոչնչի։ Ուշագրնացին առաջին օգնություն պետք է ցույց տա շրջապատում գտնվողներից այն անձը, որը ունի անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, ինչպես նաև ունակ է հսկելու իրավիճակը։ Հակառակ դեպքում, ինչպես փորձն է ցույց տալիս, օգնողները խառնաշփոթի և շտապողական վիճակում խանգարում են միմյանց և կատարում հակացուցված գործողություններ։ Անհրաժեշտ է հիշել, ուշագրնած մարդուն չի կարելի բերել ուղղահայաց դիրքի։ Չի կարելի ապտակներ կամ այտերին հարվածներ հասցնելով կամ դեմքին ջուր լցնելով փորձել վերականգնել գիտակցությունը։ Պետք է հիշել, որ եթե գիտակցության կորստի պատճառը հասարակ ուշագրնացությունն է, ապա վերը նշված միջոցների միջոցով գիտակցությունն արագորեն կվերականգնվի։ Չի բացառվում, որ կոմայի պատճառը լինի ուղեղի առավել խորը ախտահարումը։ Անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն, անկախ գիտակցության կորստի առաջացման պատճառներից, տևողությունից և գիտակցության վերականգնումից հետո ինքնազգացողության վիճակից։ Կոտրվածքները ոսկրի անատոմիական ամբողջությամբ խախտում են, չնայած որ ոսկրերը շատ ամուր են, սակայն ուժեղ հարվածի ոլորման կամ վայրենկների դեպքում նրանք կարող են կոտրվել։ Կոտրվածքները կարող են լինել բացփակ, լրիվ կամ մասնակի։ Բայց կոտրվածքի դեպքում սկսվում է արյունահոսություն։ Արյունահոսությունը դադարեցնելու և վերքը աղտոտվելուց պահպանելու համար վիրակապ են դնում, այնուհետև ծայրը անշարժեցնում են ձեռքի տակ եղած որևէ միջոցով։ Հոդախախտումը ոսկրի հոդային ծայրերի լրիվ կամ մասնակի տեղաշարժումն է, այն կարող է առաջանալ ուժեղ հարվածից կամ անկանուն շարժումից։ Վնասված հոդի ցավը ավելի մեղմացնելու համար պետք է սառույցով կամ ջրով բարիք դնել, հոդի հանգիստը ապահովել և տուժածին տանել բժշկի։ Ոսկրի կոտրվածքի դեպքում անհրաժեշտ է ուժեղ արտաշնչել և ոչ որ ներշնչել, կրծքավանդակը պետք է երիզակապել, հատկապես շատ վտանգավոր են ողնաշարի և գանգի կոտրվածքները, նման դեպքում ինքնուրույն օգնություն ցույց տալը ճիշտ չէ, ավելի ճիշտ է շտապօգնություն կանչելը։ Այրվածքը դա մարդու մարմնի հյուսվածքային վնասվածքն է, որը առաջանում է տարբեր պատճառով։ Չի կարելի վնասել այրվածքի հետևանքով առաջացած բշտիկների վրա, չի կարելի լցնել ձեռքամյող, քանի որ այն հանդիսանում է վարակի նոր միջոց։ Եթե տուժածը գիտակից է, ապա նրան պետք է տալ առատ հեղուկներ։ Թեթև այրվածքի ժամանակ այրվածքը պետք է հովացնել սառը ջրով, այնուհետև մշակել վերականգնող դեղորայքով։ Առաջի օգնության համար նախ պետք է վերացնել արվածը առաջացնող գործոնը։ Տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու համար նախ պետք է գնահատել այրվածքի վտանգավորության աստիճանը։ 4 աստիճանի այրվածքի ժամանակ ախտահարվում են նաև մկանները և ոսկրերը։ 3 աստիճանի այրվածքի ժամանակ մաշկը ախտահարված է ամբողջ խորությամբ և նյարդային վերջույթների վնասման պատճառով նույնիսկ կարելի է ցավչասկալ։ 2 աստիճանի այրվածքի ժամանակ առաջանում է հեղուկով լի բշտիկներ։ Առաջի աստիճանի այրվածքի ժամանակ կա թեթև ծավ և այտուցում։ Երբեք մի փորձեք այրվածքի վրա քսել ձեթ, յուղ, կարագ, տոմատ կամ նման այլ միջոցներ։ Դրանք պատելով այրված մակերեսը խանգարում են ջերմատվությանը։ Արդյունքում այրվածքը ծանրանում է։ Այս միջոցները կարող են նաև վարակի աղբյուր հանդիսանալ։ Բացի այդ, պատելով այրված մակերեսը դրանք փոխում են այրվածքի տեսքը, դժվարացնում ախտորոշումը և բուժումը։ Երբեք մի բացեք և մի վնասեք բշտերը, այդպես կտրուկ մեծանում է վարակի ներթափանցման վտանգը։ Մի կպեք այրվածքին և մի շնչեք դրա վրա։ Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ ենք հայտնաբերում, նախ ուշադիր զննում ենք տարածքը և ապահովում ենք անվտանգություն, քանի որ դրա պատճառները կարող են հանդիսանալ թունավոր գազեր, որոնք դեռևս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխում ենք սենյակը, բացում ենք պատուհանները, դուռը, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգություն, դուրս ենք բերում տուժածին դեպքի վայրից։ Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին բուժօգնության քայլերը բավականին պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել վիճակի վատացում։ Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, ցանկալի իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը, օրինակ բզնոցը, թևնոցը, փողկապը, գոտին, օձիքը և այլն։
որ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժել։ Վստահություն ներշնչեք, հանգստացրեք տուժածին, մի թողեք որ հուզի, քանի որ հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։ Ապահովեք թարմ օդի բավարար քանակ, բացեք պատուհանները եւ դռները եւ խնդրեք այդտեղ գտնվող մարդկանց հեռանալ։ Պարբերաբար վերահսկեք տուժածի շնչառությունն ու անօթազարքի վիճակը, գրանցեք տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք նրան ընդունել դրանք։ Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում եւ շնչառությունը չի բարելավում, ահազանգեք շտապ օգնություն։ Էլեկտրահորության դեպքում պետք է անմիջապես զանգահարել 103 հեռախոսահամարով եւ տուժածին ինքնուրույն բուժօգնություն ցույց տալ։ Տուժածի կյանքը կարելի է փրկել առաջին 4-5 րոպեների ընթացքում, այնպես որ պետք է շատ արագ գործել։ Կարող է կանչել մեծերին եւ ոչ հաղորդիչ նյութով անջատել էլեկտրական սարքը կամ շպրտել հեռու։ Արագ պարկեցրեք տուժածին, հետ կախեք գլուխը եւ ինչ-որ փափուկ բան դրեք ոտքերի տակ։ Ոչ մի դեպքում թույլ մի տվեք նրան կանգնել, շարժվել, անգամ եթե նրան թվում է, որ ինքը իրան արդեն շատ լավ է զգում։ Եթե տուժածը ուշագնացել է, բայց շնչառության հետ ամեն ինչ կարգին է, ապահովեք նրան մաքուրով եւ թույլատրեք նրա հագուստի կապերը։ Եթե նա չի շնչում եւ սիրտը չի բաբախում, պետք է արհեստական շնչառություն տալ։ Խորը շունչ քաշեք եւ արտաշնչեք նրա քթածքների կամ բերանի մեջ։ Արհեստական շնչառությանը զուգահեռ ներսեք նրա սիրտը։ Խաչելով ձեռքեր սեղմներ կտրեք նրա կրծքամատակից 2 մալ վերև, առանց արմները ծալելու 1 վայրկյանում 1 անգամ։ Մարսումները կատարեք 5 անգամ, իսկ արհեստական շնչառությունը 2։ Նաև չի կարելի որևէ դեղամիջոց տալ տուժածին առանց բժիշկների նշանակման։ Թրթահարություն ցածր ջերմաստիճանի ժամանակ մարմնի եւ այլ հյուսվածքների սառեցում։ Առաջի դերում ախտորոշվում է մարմնի թմրածությունը, հետագայում ախտորոշվում է երկրորդ տեղում մարմնի գունատությունը։ Բուժում ստանալու ժամանակ կարող ենք մաշկի վրա նկատել ատուցված վայրեր եւ բշտիկներ։ Այդ թիրախի տակ են գտնվում այն մարդիկ, ովքեր սիրահար են ձմեռային սպորտերից, ծառայում են հատուկ զինված ուժերում եւ այն մարդիկ, ովքեր չունեն օթևան։ Մեր մարմնի վրա առաջի տեղում այտուցվում է մարդու դեմքը, ձեռքերը եւ ոտքերը։ Եթե ձեռքն է այտուցվել, չի կարելի տրորել, քանի որ կարող ենք ավելի վնասել, իսկ եթե տաքացնում ենք տվյալ վայրը, պետք է վստահ լինենք, որը չենք սառեցնելու, քանի որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ինչպես նաեւ լինում են պատահարներ, երբ այնքան է մարդու օրգանը սառած լինում, որ չեն կարողանում բուժել եւ դիմում են արդեն վիրահատության եւ այդ ձեռքը հեռացնում է։ Ցրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով հյուսվածքների տեղային վնասումն է։ Ավելի հաճախ ցրտահարվում են մարմնի բաց մասերը՝ ականջները, այտերը, քիթը, կզակը, ձեռքերի ոտքերի մատները, քանի որ դրանց ճարպային եւ մկանային շերտը բարակ է։ Ցրտահարումը լինում է մակերեսային, մասամբ թափանցող եւ խորը թափանցող։ Ցրտահարման այս բոլոր տեսակների դեպքում էլ տուժածին հիմնականում ցուցաբերվում է նույն առաջին օգնությունը։ Ցրտահարված մասի մաշկը լինում է սառը, սպիտակադեղնավուն կամ կապտավուն երանգով։ Հյուսվածքները կարող են լինել փայտացած։ Վնասված հատվածում զգայունությունը բացակայում է։ Երբեք չի կարելի շփել ցրտահարված մասը, հատկապես ձյունով։ Շփումից կարող են առաջանալ լրացուցիչ վնասվածքներ, իսկ ձյունով շփման դեպքում նաև լրացուցիչ սառեցում։ Հարկավոր է, որպեսզի տուժածը ակտիվ շարժումներ անի, ցրտահարված ձեռքերը պահի թևատակերում, իսկ քիթը, կզակը կամ այտերը կարելի է տաքացնել ձեռքի ափով, ծածկել շարֆով, գլխարկով։ Չի կարելի ցրտահարված մասը արագ տաքացնել, կրակի կամ տաքացուցիչի մոտ։ Դրանից կարող են լրացուցիչ վնասվածքներ առաջանալ։ Երբ տուժածն արդեն տաք միջավայրում է, անհրաժեշտ է ծածկել նրան։ Մարմնի ցրտահարված մասերը պետք է դնել 10 աստիճանի ջրի մեջ եւ հետագա 30 րոպեների ընթացքում ջուրը աստիճանաբար տաքացնել մինչեւ 40 աստիճան։ Ուշադիր եղեք, որ վնասված մասերը չդիպչեն ջրամանի պատերին եւ հատակին։ Տուժածին տվեք տաք, քաղցր հեղուկներ։ Այնուհետև պետք է ցրտահարված մասերը զգուշորեն չորացնել եւ ծածկել փափուկ չոր գործվածքով։ Եթե ցրտահարվել են ձեռքի կամ ոտքի մատները, ապա փափուկ գործվածքով դրանք զգուշորեն առանձնացրեք միմյանցից։ Ահազանգեք շտապօգնություն կամ դիմեք բժշկի։ Միշտ հիշեք, որ ցրտահարման ծանրության աստիճանը որոշվում է վնասվելուց որոշ ժամանակ անց, իսկ խորը ցրտահարումների դեպքում շատ հաճախ պահանջվում է վիրաբուժական Անհոսություն, այլն արտահոսում նարնատար անոթների ծանոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով անհոսության պատճառ կարող են լինել աննատար անոթների պատերի վնասումը։ Տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցության բարձրացումը, այլն մակարդման խանգարումը, անհոսությունները լինում են
3 տեսակի՝ մարզանոթային, երակային, զարկերակային։ Ամենասության կարող է լինել արտաքին, երբ արյունը մաշկի վերքի կամ քթի բերանի խոռոչի լորձաթաղանթից անմիջապես հոսում է շրջապատող միջավայր, իսկ ներքինը բարձրահայտ արյունահոսության ժամանակ արյունը լցում է սննդամեջ օրգաններ՝ ստամոք, սաղիքներ, բրոնխներ, միզապարկ եւ այլն։ Արտաքին արյունահոսության ժամանակ տարբերվում է ժամանակավոր, նախնական եւ մշտական վերջնական դադարեցումը։ Ժամանակավորը կանխում է արյան վտանգավոր կորուստը եւ հնարավորություն է տալիս ժամանակ շահել արյան վերջ դադարեցման համար։ Արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակներն են ճնշող վիրակապը, մատներով արյունահոսող զարկերակը սեղմելը, արյունահոսություն դադարեցնող վիրակապ դնել, վերջույթի գերծալումը։ Մատներով սեղմումը հնարավորություն է տալիս վարկենաբար դադարեցնել արյունահոսությունը։ Երկրաշարժը ձեզ ամենայն հավանականությամբ հանկարծակի կբերի, բայց պետք չէ խուճապի մատնվել, իսկ դրա համար պետք է հստակ իմանալ, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ։ Երկրաշարժի ժամանակ շենքերը միանգամից չեն փլուզվում, այլ 10-12 վայրկյան հետո այդ ժամանակի ընթացքում մենք կարող ենք մի քանի բան անենք, որը ընթացքում կփրկի մեր կյանքը, բայց պետք չէ մոռանալ օգնել ծերերին, փոքրերին եւ հիվանդ։ Եթե դուք գտնվում եք բարձրահարկ շենքի առաջին եւ երկրորդ հարկերում, պետք է շտապ դուրս գալ եւ գնալ բաց տարածություն, իսկ եթե դուք գտնվում եք երրորդ հարկում կամ երրորդից բարձր հարկերում, պետք չէ դուրս գալ տանից, որովհետեւ տիճանների մոտ լինում են խցանումներ, իսկ վերելակը կարող է ամեն վայրկյան կանգնել։ Եթե դուք մնում եք տանը, կարող եք վերցնել աթոռ կամ պայուսակ, կանգնել տան մեջտեղում եւ պահել գլխավերևում։ Տան մեջտեղը ավելի ամուր է, իսկ գլխավերևում պահած իրը կօգնի պաշտպանել ձեր գլուխը։ Պետք է զգույշ լինենք պատուհաններից եւ արտաքին պատերից, որովհետեւ այդ մասերը ամենասկզբում են փլուզվում, իսկ ապակու մոտ կանգնելը կարող է վնասել ձեզ։ Նաեւ պետք չէ կանգնել ծանրածավալ պահարանների եւ սառնարանների մոտ, որովհետեւ նրանք կարող են շարժվել եւ ընկնել։ Երկրաշարժից հետո հավաքվում է շատ փոշի, որպեսզի հեշտ շնչեք, պահեք ձեր մոտ որևէ կտոր։